պետական բուհերում կրթությունը պետք է լինի անվճար։ Պետական սխալ քաղաքականացության արդյունքում, այո, բարդ է լինելու 4-րդ երեխայից սկսած, պետք է պետությունը հատկացնի բնակարան մարզերում։ Ինչու՞ չկա։ Այդ տեսանյութերում երևի պետք է արդեն լինեմ, եթե այդ հարցը տվել եք։ Լոլիկ, սմբուկ, վարունգ, վաճառականները շուկայում իրենց ապրանքներն են առաջարկում, իսկ ինչ են առաջարկում քաղաքական կուսակցությունները երիտասարդներին առաջիկա խորհրդարանական ընտրությունների առիթով։ Այսօր խոսելու ենք Միասնության թևեր կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի հետ։ Դուք առաջարկում եք, որ 11-ամյա դառնա կրթությունը, ինչպես եք պատկերացնում անցումը 12-ամյայից դեպի 11-ամյա։ Նախ պետք է փոխվի ամբողջ համակարգը եւ բուհ ընդունվելուն նախապատրաստելու process պետք է լինի։ Աշակերտը սկզբնական դասարաններից սկսած դպրոցը պետք է աստիճանական ուղղությունը տանի դեպի համապատասխան մասնագիտություններ։ Եվ որ տարիներին ավելի զուգահեռ, օրինակ ասենք 7-րդ դասարան, 8-րդ դասարան ավելի պետք է խորանա նաև կողմնորոշումը աշակերտի, թե ինչ մասնագիտություն պետք է ստանա։ Դա պետք է անի դպրոցական ծրագրով, պետական նաև հստակ նախատեսված ծրագրով։ Եվ այնպես պետք է լինի, որ ինքը աշակերտը միավորներ հավաքի բուհ ընդունվելուն ընդառաջ։ Օրինակ, ասենք, պատկերացրեք, ուզում եք դառնալ բժիշկ։ Պետք է միավորները ավելանան, օրինակ, ինչ-որ լաբորատորիաներում հատուկ պրակտիկա անցնելով, ամառային դպրոցներով, անվճար պրոբոնո աշխատանքով, հանրօգուտ աշխատանքներով, սա նույնպես պետք է հաշվի առնվեն։ Եվ 9+2-ը նշանակում է, որ սա պարտադիր է լինելու կրթությունը, 12-րդ տարին արդեն վերաբերելու է բուհ ընդունվելուն եւ լինելու է կամավոր։ Նախ Հայաստանի քաղաքացիների համար պետական բուհերում կրթությունը պետք է լինի անվճար, սա հստակ է։ Հայաստանի բյուջեն անսահման չի։ Որ ոլորտների հաշվին կամ ինչպես են փակվելու այդ ծախսերը։ Ծախսերի, օրինակ, արդյունավետության հաշվին մենք հետեւյալ օրինակ պատկեր ունենք Հայաստանում։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարները միայն կրճատելու հաշվին գրեթե ամբողջ բուհական համակարգի ծախսերը ապահովում են։ Օրինակ, այսօր գաղտնի համակարգով, օրինակ, դա շատ մեծ տոկոս է կազմում։ Միլիոնավոր դոլարներ են։ Այսօր օրինակ պետական բարձրաստիճան պաշտոնյաների այդ գաղտնի հրամաններով, այդ թվում պարգևավճարների ֆոնդը ահռելի թվականակ է կազմում։ Եվ այո, մենք պատրաստվում ենք այդ գաղտնի պարգևավճարները նախ անհապաղ վերացնել եւ այդ գումարները, որոնք կան, ուղղել բնականաբար բոլորովին այլ ոլորտների, օրինակ, նույնը վերաբերում է կրթական համակարգին։ Իսկ ունեք հաշվարկներ, թե ինչքան են հիմա կազմում, վարձավճարները ընդհանուր վերցրած եւ ինչքան բեռ է լինելու պետության համար դա եւ կբավարարի արդյոք պարգևավճարներից կրճատված գումարը։ Պարգևավճարները, տեսեք, օրինակ անցյալ տարի բուհական ծախսերի եւ պարգևավճարներին ուղղվող գումարների չափը նույնն է։ Նույնքան ուղղվել է։ Այո, տեսեք, դուք, այո, ամբողջությամբ չի, բնականաբար դրա հույսով չենք, բայց ես դա ցույց տվեցի, օրինակ բերեցի, որպեսզի ցույց տամ նաև արդյունավետությունը։ Ինչպես է բուհական համակարգին ուղղվող գումարն է, դրան գումարած նաև վարձավճարներն են, որ հատուցում են բուհերի։ Այո, դե տեսեք, օրինակ բուհական համակարգին ուղղվող ծախսերի հատուցման մի մասը այդտեղից է դուրս գալու եւ այլն, եւ մենք նախատեսել ենք հատուկ, որ ծախսերը կրթական համակարգի պետք է լինեն սահմանվի 3.5% հնայի եւ մինչեւ անգամ 5% հեռանկարում հասնելու հեռանկարով։ Ձեր ծրագրում նաեւ կան ակադեմիական շրջաններ, հա, Հայաստանը պետք է ունենա 3 ակադեմիական շրջան Երևանում, Հյուսիսում եւ Հարավում։ Ակադեմիական քաղաքի ծրագիրը չեք շարունակելու։ Մենք մեր ծրագրով այո ունենք 3 խոշոր կլաստերային կենտրոն, կամ ինչպես դուք ասացիք ակադեմիական շրջան Հյուսիսում, Հարավում եւ Երևանում։ Ակադեմիական քաղաքը ինչու է անարդյունավետ եւ ընդհանրապես չի կարող իրականացվել։ Նախ դա իրատեսական էլ չէ, դա ընդհանրապես նախընտրական խոստում է, որը անիրատեսական ծախսերի անարդյունավետ ծախսերով իրականացվող եւ էլ չասեմ նաեւ, որ դրա արդյունքում մեր
գործող ավանդույթներով այդքան տարիների բուհերը ուղղակի փակվելու են շենքերը, որոնք պատմություն ունեն իրենց մեջ, ինչ է լինել տեղի ունելու դրանց հետ, ոչ իմ փակվելու են, այդ չգիտես ինչ է դառնալու դրանց տեղը։ Հիմա մենք ինչ ենք առաջարկում։ Նախ ակադեմիական քաղաք չի նշանակում դու տեսեք այսօր իշխանությունների ակադեմիական քաղաք ինչ է, չէ՞ ծրագիրը։ Ամեն ինչը փակես, բոլոր տեղերից հանես, մարզերից, բուհերը տանես կենտրոնացես միտեղ։ Չի կարելի այդպիսի բան անել։ Ակադեմիական քաղաք չի նշանակում մեկուսացում, չի նշանակում մարզերից համալսարանների վերացում։ Բայց մարզերը այդ առումով մի քիչ խնդրի առաջ են, պրոֆեսորադասախոսական կազմը քիչ է։ Այսինքն հաստիկներ կան, որոնք չեն լրացվում, որովհետև մարդկային ռեսուրս չկա այդքան։ Ոնց եք պատրաստվում լուծել դրա հարցը, որ օրինակ հարավում կամ հյուսիսում լինեն բավարար քանակով դասախոսներ կամ գիտաշխատողներ, որոնք կարողանան համալսարանում ապահովել բարձրագույն կրթություն։ Նայեք, նախ գիտեք, այստեղ շատ կարևոր հարց կա։ Մենք առաջինը պետք է այնպիսի համակարգ ներդնենք եւ համալսարանի դասախոսների գնահատման, գիտության նաեւ դերը բարձրացնելու հաշվին, դասախոսների վարձատրության համակարգի բարեփոխման հաշվին, որ նախ գործող մասնագետները դուրս չգան համալսարանից եւ մենք պետք է նաեւ հատուկ համակարգով այնպես անենք, որ դասախոսները շատ լինեն նաև հիմնական դասախոսները, գիտությունը նաև համալսարանների կողմից, որ համալսարանները զբաղվել են գիտությամբ, էլ ավելի խորանա, եւ այստեղ շատ կարևոր է, որ մենք ներդրումներ անենք նաև երիտասարդ ապագա դասախոսների վերապատրաստման եւ պատրաստման առհասարակ հարցերում։ Տեսեք այսօր ոնց է, ցածր վարձատրության պատճառով շատերը աշխատում են ուրիշ տեղեր, համալսարանում աշխատանքը պահում են որպես, ասենք, երկրորդական աշխատանք, երրորդական աշխատանք։ Լավ է հնչում, բայց գործնականում պատկերացնելը մի քիչ դժվար է, եթե հաշվենք, որ արդեն ոլորտը դուք կառավարում եք։ Առաջին 3 քայլը, որ կանեք մարզերում, պրոֆեսորադասախոսական կազմի համալրման համար։ Նախ ասեմ ձեզ ընդհանրապես այստեղ ոչինչ անհնար չկա։ Այո, բարդ է լինելու, որովհետև այսքան տարի համակարգը զարգացել է բոլորովին այլ ուղղությամբ, բայց մենք այլ ընտրանք չունենք։ Կրթական համակարգը, կրթական խնդիրները բարեփոխելու, լուծելու խնդիրը առաջնահերթ է, մենք այլ ելք չունենք ուղղակի։ Եվ գիտեք, այսօրվա մեր վիճակը նաև նրա արդյունքն է, որ մենք բավարար ուշադրություն երբեք չենք դարձրել բուհական համակարգին, երկրորդական է եղել։ Հիմա ինչ վերաբերում է մարզերին, առաջին մարզերում դասախոսների համար ովքեր աշխատում են պայմանների սոցիալական պայմանների բարելավում։ Օրինակ աշխատավարձի հավելավճար, օրինակ բնակարանային հարցում աջակցություն, օրինակ մենք ենթադրենք դպրոցներում վերականգնելու ենք ժամանակին նաև կար գյուղական ուսուցիչ ծրագիրը։ Սա որ ծրագիրն էր, որ ով օրինակ մեր գյուղերում երիտասարդները ավարտում են եւ սկսում են դասավանդել, նրանց համար մեր ծրագրով նախատեսված է հստակ հատուկ միանվագ կամ աջակցություն ֆինանսական կամ բնակարանով աջակցություն, հողատարածքով, հատուկ ճկուն նաև վարկերի կամ ֆինանսավորման համակարգ եւ եթե օրինակ խոսքը արական սեռի մասին է նաև բանակից տարկետումով այդ ժամանակահատվածի համար տեսեք, այս նույնը մենք կարող ենք նաև դասախոսների վրա տավարացնել եւ ավելի ուժեղացնել նրանց աջակցությունը, սա շատ կարեւոր է։ Ինչ եք անում, որ երիտասարդ ընտրողները ավելի շատ հետաքրքրվեն ձեզնով։ Այ, տեսեք, սա ամենամեծ խնդիրն է այսօր, որ երիտասարդները ցավոք սրտի այնպես է ստացվել, որ թե հիասթափությունների, տարբեր պատճառներով չեն հետաքրքրվում այս քաղաքական նաև քաղաքականությամբ այն իմաստով, որ նրանց համար պետք է կարևոր լինի, թե ինչ իշխանություն է ընտրվելու երկրում։ Այսօր այնպիսի քարոզչություն է գնում, տեսեք, որ քաղաքականությունը վատ բան է, անբարոյականություն է, քաղաքականությունով զբաղվում են վատ մարդիկ։ Ես ինքս քաղաքականություն եմ եկել, ինձ քաղաքականություն է բերել ոչ թե կուսակցական աշխատանքը, պայքարևան են, այլ մարդկանց կոնկրետ խնդիրները։ Մարդկանց խնդիրները լուծելու հանձնառությունը, ցանկությունը, կարևորությունը եւ մենք այնպես պետք է անենք, որ նաեւ մեր երիտասարդները հստակ նրանց մեջ ներդրվի, որ քաղաքականությամբ զբաղվելը, երկրի քաղաքական հարցերին ուշադրություն դարձնելը, պահանջներ ներկայացնելը, դա նրանց սահմանադրական իրավունքն է, եւ եթե մենք ինքներս չլուծենք այս հարցերը, որոշումներ չկայացնենք, ուրիշներն են մեր փոխարեն լուծելու։
վերջին շրջանում որոշակի հանգամանքներով պայմանավորված նաև բնակարանային, ասենք շուկայում գներն են բարձրացել երիտասարդ ընտանիքների համար։ Ունեք ծրագրեր բնակապահովման։ Այո, բնակարանների հետ կապված օրինակ շատ հաշվարկված կարևոր ծրագիր ենք մշակել խթանելու համար բազմազավակությունը եւ ծնելիությունը Հայաստանում ամեն 4-րդ երեխայից սկսած պետք է պետությունը հատկացնի բնակարան մարզերում։ Սա Գնան մարզերում ապրելու։ Մենք այդպես պետք է խթանենք մարզերում նաև ներգրավվածությունը, որ ոչ թե գիտեք այսօր ինչ այնպես է ստացվել, որ բոլորը հավաքվում են Երևանում։ Մարզերում, գյուղերում զբաղմունք չկա, մարդիկ անընդհատ գալիս են Երևան, դեպի Երևան է ձգվում։ Մենք գնում ենք այսօր այցերի գյուղեր, մարզեր, մենք ինչ ենք տեսնում անընդհատ, որ երիտասարդները անընդհատ ձգտում են դեպի Երևան կամ Հայաստանից դուրս։ Ինչ եք անելու, որ մարզերում երիտասարդներ ունենան աշխատանք, զբաղվածություն։ Տեսեք, նախ շատ կարևոր է, որպեսզի ծրագրերը միշտ այնպես լինեն, որ երիտասարդների ներգրավվածություն ապահովեն։ Բիզնեսի բնակավարում օրինակ, երիտասարդների համար բիզնեսով զբաղվելու համար օրինակ գյուղում, գյուղատնտեսական բիզնեսով ենթադրենք, պետք է պետությունը մեջքին նեցուկ լինի, միջևեր կանգնած լինի, մասնավորապես գործելու են օրինակ գյուղատնտեսության բնակավարի հատուկ ագրո բնակավարի կենտրոններ, որոնք պետք է պետական մակարդակով եւ խորհրդատվություն մատուցեն, ինչ բնակավարի օրինակ ասենք, եթե երիտասարդը ուզում է բիզնեսով զբաղվել գյուղատնտեսության բնակավարում բերք աճեցնել։ Իրականում բուհերը պետք է պատրաստեն որոշում կայացնողներ, ոչ թե հենց այնպես շրջանավարտներ թողարկեն, այլ լինեն որոշում կայացնողներ, ուսուցման մեխանիզմը պետք է փոխվի, ուսուցման սկզբունքները պետք է փոխվեն, որ ուսանողը ոչ թե սովորի ընդամենը քննությունը ստանա այնքան որ վերջացնի ավարտի այդ process-ը մի տարին, 2 տարին, այլ գիտելիքի համար եւ այդ գիտելիքը կիրառելու հմտություն ունենա, այսա նույնպես կարևոր է։ Մեր բուհերում այսօր ինչ է ստացվել, չէ՞։ Մենք տալիս ենք գիտելիք, հələ այն էլ որակը ցավոք սրտի այսքան տարիներ պետական կառավարման տարբեր պատճառներով որակը պետք է բարձրացնենք, բայց նաև մենք պետք է տանք գիտելիք ստանալու կարողություն, սա նույնպես շատ կարևոր է։ Մի բան է գիտելիք ունենալը, մի բան է ինչպես եւ որտեղ կիրառել։ Եվ մի կարճ ճշտող հարց, ինչքան ժամանակ է պետք ձեր ասած այդ ծրագիրը իրագործելու։ Սա նախ պետք է հստակ պետական կառավարման պետական քաղաքականություն լինի, սա հնարավորինս կարճ ժամկետներում պետք է ներդրվի ու առաջ գնացի։ Սա նենց է, որ հիմքերը դու հիմա պետք է դնես, բայց ինքը բնականաբար աշխատանք է, որ տարիներ է պահանջում։ Չես կարող մեկ ամսում այսպես անել ու ամբողջը ստացվի։ Այսքան 35 տարիների այս պետական սխալ քաղաքականության արդյունքում դա համար մենք պետք է ճիշտը դնենք հիմքերը ու որպեսզի նաև ժամանակ է պետք որ գնա առաջ իհարկե։ Շնորհակալություն։ Մենք զրուցում ենք Միասնության թվեր կուսակցության վարչապետի տեխնացու Արման Թաթոյանի հետ։ Միացեք մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։